Բայց Ռուբեն Ամորիմը կոնկրետ այս քայլով ուղակի ծանրացրեց իր կյանքը, կասկածի տակ դրեց իր հմտությունները։ Հիմա շատ կարևոր է, որ Ռուբեն Ամորիմի հետ աշխատեն այն մարդիկ, լինի այնպիսի միջավայրում, որ ինքը չկորցնի վստահությունը, որովհետև ինչպես եկավ Manchester United Ամորիմ ու ինչպես է հեռանում Manchester United-ից, ես վստահ եմ, որ այնտեղ երկու տարբեր մարդիկ են եղել։ Դե իսկ Manchester United-ի վերաբերյալ ինչ կարող ես ասել, թիմ ակումբ, որը շարունակում է խորտակվել, ակումբ, որտեղ կրկին հաղթում են բաները, սիրուն հագնված անձնավորությունները, ղեկավար անձնակազմը, մարդիկ, որոնք կարծում եմ շատ բան չեն հասկանում ֆուտբոլից, այսինքն գուցե իրանք ֆուտբոլային մենեջմենթում շատ լավն են ու իրանք գիտեն ինչպես ռեսուրսները բաշխել, ինչպես բիզնես ոլորտում առաջարկներ անել, ինչպես պահել անունը ակումբի շուկայում, ինչպես ստիպել, որպեսզի մարդիկ շարունակեն։ Մի խոսքով շատ տենց բաներ, բայց կոնկրետ ֆուտբոլային ասպարեզում Manchester United-ում ֆուտբոլից հասկացող շատ քիչ մարդ կա, ինչպես նկատվում է, որովհետև ամեն անգամ նույն սխալը, ամեն անգամ նույն պատճառաբանությունը, ամեն անգամ նոր մարզիչ գալիս է, խոսում է նույն խնդիրների մասին, բայց այդ խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում։ Շատ հետաքրքիր է։ Հունվարի 1-ին հեռացվում է Մարեսկան, հունվարի 5-ին հեռացվում է Ռուբեն Ամորիմը։ Այս պայի դրությամբ Չելսին ու Manchester United-ը ազատ հաստիկներ են այն մարզիչների համար, որոնք չունեն աշխատանք։ Բայց եթե Չելսի դու կարող ես գնալ, որտեղ դու կարող ես ինչ-որ բաներ անել, չնայած որ նույնիսկ արդյունքը Չելսիում չի ապահովում քո տեղը երկար տարիներ, որովհետև ինչ-որ անհասկանալի իրավիճակ է Չելսիում, ապա Manchester United-ում ընկերներ մի փոքր ամեն ինչ այլ է։ Manchester United-ը հիմա դարձել է ակումբ, որտեղ շատ սահմանափակ քանակությամբ մարզիչներ կցանկանան գնալ, որովհետև արդեն որերորդ անգամ մենք տեսնում ենք նույն խնդիրը, ղեկավարության աջակցության բացակայությունը գլխավոր մարզչի կամ մենեջեր, ինչպես կցանկանաք որոշումների մեջ, ու փաստը մնում է փաստ, որ Սեր Ալեքս Ֆերգյուսոնի հետքը այս պայի դրությամբ դեռևս տաք է այնտեղ։ Իսկ Manchester United-ում Ալեքս Ֆերգյուսոնը դրեց այնպիսի նշաձող, որին հասնել կամ որը կրկնել շատ բարդ է։